Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին։ Առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն անհատներին, այն ծառայությունները, որ կարող են օգտակար լինել եւ հետաքրքիր լինել ավագ սերնդի համար, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր մեր թեման չափազանց հետաքրքիր է, այն եւ հաջողության պատմություն է եւ ծառայություն։ Ես հյուրընկալել եմ Անժելա եւ Անահիտ Աբգարյաններին, ժողովրդական վարպետներ են։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ինձ կպատմեք ձեր ստեղծած գեղեցկությունների մասին, հոգնակիով ասենք, որտեղ դուք ասեղնագործում եք, ես որքանով գիտեմ։ Այո, մենք ասեղնագործում ենք եւ ոչ միայն, հնարավորինս ժամանակի ընթացքում տիրապետել ենք տարբեր մշակութային ձեռագործ արվեստի հմտությունները։ Ներկայությամբ մենք երեխաներին սովորեցնում ենք ասեղնագործությունը, մեր հայկական ասեղնագործության ավանդական ժառանգությունը։ Տիկին Անահիտ, ձեզ հարցնեմ հետեւյալը. ինձ մոտ տպավորություն է, որ ասեղնագործությունը կարծես թե ավելի շատ ավագ սերնդին բնորոշ, այսպես ասենք, հմտություն ասենք, արհեստ ասենք, ինչու է այդպես, ավելի շատ ժամանակ ունեն, թե ոնց։ Գուցե երեխաները սովորում են, բայց ավելի շատ ասոցիացիա կա ավագ սերնդի հետ։ Ժամանակները արդեն փոխվել են։ Դպրոցական երեխաներն էլ հաճույքով գալիս են, եթե ճիշտ ենք սովորացնում մշակույթը, բնականաբար երեխաները սիրով եւ հաճույքով գալիս են։ Այսօր մեր մոտիսաները 4 տարի 5-րդ տարվա մեջ է արդեն։ Մենք ունեցել ենք երեխաների հետ 2 ցուցահանդես, առաջի ցուցահանդեսը Մատենադարանում էր, այնտեղ էր խումբը ձևավորվել, իսկ երկրորդ ցուցահանդեսը արդեն ժողովրդական արվեստի թանգարանում։ Ավագներն էլ սիրով արդեն գալիս են, երբ ուսումնարանում դասավանդում էի, ավագ սերունդ ցանկություն չուներ սովորելու, բայց հետո ոնց որ կամաց սկսվեց այն մութ տարիներին, երբ որ մենք սկսեցինք հունական աշխատանքներ էին, չէ՞ բերում Հայաստան, Երևան, ասեղնագործ աշխատանք մութ տարիներին, որ պետքա գործեին, փող աշխատեն, որտեղ աշխատանք չկար։ Այդ ժամանակ մենք սովորացնում էինք արդեն տարեց կանանց։ Այդ ժամանակ, երբ որ գիտեին, որ պետք է գումար վաստակեն իրենց ընտանիքի համար, դե բավականին դժվար տարիներ էր, այո, նոր թափ ստացավ ու տարբեր շրջաններից գալիս էին մեզ մոտ, սովորում էին այդ տեխնիկան, սովորում էին եւ գումար էին վաստակում, մինչեւ որ 2000-ական թվականները։ Տիկին Անժելա, գիտեք ինձ ինչն է հետաքրքիր ասեղնագործության մեջ, շատ տեսակներ կան, դուք որտեղից եք սկսել սովորել, հետո անընդհատ լայնեք, օրինակ Մարաշի կա, տարբեր տեղերի, չէ՞, այն թափի ու հիմնականում կարծես թե Արևմտյան Հայաստանից եկած է, թե այստեղ չի եղել։ Դրա մասով, եթե ընդհանուր բնույթի տվյալներ տակ, ինձ շատ հետաքրքիր կլինի հուսամ նաև ունկնդիրներին։ Ուրեմն մենք եւ Արևմտյան եւ Արևելյան Հայաստանում ունեցել ենք շատ մեծ մշակութային ժառանգություն։ Ամեն մի այդ մշակույթը ըստ տարածաշրջանի անվանումներ ա եղել։ Օրինակ, ենթադրենք Մարաշը կոչվել է Մարաշի կար, Մարաշում է ստեղծել, այն թափի կար։ Ուրֆան, Վանը, Վասպուրականը, Սյունիք Արցախը, Արարատյան, Շիրակկարին եւ այլն։ Շատ բազմաժանր է մեր մշակույթը, շատ հարուստ մշակույթ ունենք, էլ չեմ ասում, որ մենք Մատենադարանում կազմաստառների մեջ այնպիսի ասեղնագործություններ ունենք, որոնք մահացած են, դուրս չի բերվել այդ դաշտից, որ ներկայումս կիրառվի, իհարկե, շատ հարուստ է մեր մշակույթը, պարզապես մենք պետք է անդրադարձ անենք մեր ամբողջ այդ հարուստ մշակույթը դուրս բերենք, ներկայությամբ այդ մշակույթը եթե կարողանանք ժամանակի մեջ ճիշտ սերունդներին փոխանցել ու փոխանցված այդ գիտելիքները նաև սերունդները իրենց ժամանակի մեջ զարգացում ապրեցնեն,
գրեթե ինձ թվում է աշխարհում մենք առաջի տեղը կգրավենք մեր մշակույթով, մեր մշակույթը կիրառենք մեր ամբողջ կիրառական արվեստների մեջ։ Շատ տարբեր են ձեր նշած տարբեր տեղերի ասեղնագործությունները, տիպերը։ Այո, եւ իրենց գեղարվեստական ոճով, եւ իրենց տեխնիկական տեսակով եւ գույնային լուծումներով իհարկե տարբեր են։ Պարզապես պետք է ժամանակապետ սովորելու համար շատ կարևոր է ձգտում ունենան, աշխատասիրություն, որպեսզի իրենք կարողանան այդ ամենը վերցնել, սովորել ու մեր ժամանակի սերունդը պետք է չկորցնի ժառանգությունը, պարզապես։ Միանշանակ դրան էլ նպաստում է ձեր գործունեությունը, որ սովորեցնում եք, որովհետև երեխաների մի մասը կսովորի, նրանց հաստատ ինչ որ տոկոսը փոխանցելի է, ոնց որ դուք եք փոխանցում։ Տիկին Անահիտ, ես գիտեմ, որ դուք ձեր գործունեության ընթացքում պատմեցիք, աշխատել եք նաև ավագ սերնդի հետ, ինչ առանձնահատկություն է ունեցել այդ աշխատանքը, արդյոք դժվար է սովորում մարդը, եթե 60-ից 65-ից հետո փորձի առաջին անգամ ասեղը ձեռքը վերցնել։ Ես ասեմ, ցանկության դեպքում, եթե շատ ցանկանան, դժվար չի։ Ես ունեցել եմ 67-68 տարեկան երկու տատիկներ Երևանում։ Չնայած հունական գործերի ժամանակ շատ ենք ունեցել, որտեղ մի տեխնիկա են սովորել, բայց այդ երկու տատիկներն եկան ասեցին, մենք շատ ենք ուզում սովորել, որ մեր թոռնիկներին սովորեցնենք։ Գիտեք, քանի որ այդ ժամանակ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում է աշխատում, այնտեղ դպրոցական երեխաներ էին, բայց ես ասես երկու տատիկներին անպայման պետք է վերցնեմ, որ իրենք սկսեն սովորել։ Հաճույքով գալիս էին, ժամանակից շուտ էին գալիս, նստում էին, աշխատում էին, տանը շատ էին գործում։ Ես հասկացա, որ տարիքը ոչ մի նշանակություն չունի։ Ամենակարևորը թեկուզ տատիկները գան սովորեն, փոխանցեն իրենց սերունդին, մեր մշակույթը չի այդքան զարգացած եւ բազմավոճ եղել, որովհետեւ ընտանիքում տատիկը գործել է, աղջիկները գործել են, հարսը, թորները, ծորները, դա ժառանգական փոխանցվել է, բայց եղեռնից հետո այդ կապը կտրվեց։ Չնայած մեր ընտանիքում չի կտրվել, իմ տատիկս գորգագործ է եղել, մյուս տատս եղել է կավի մասնագետ, ասանագործող, ամեն մեկը ունեցել են իրենց մեջ մշակույթը ու փոխանցվել է, դրա համար մեզ մոտ զարգացումը կրկնակի ավել է եղել, դա հասկանալի գերազանցել եք իրենց։ Հա, բնականաբար, դա արդեն արդյունքը ցույց է տալիս, որ այն ժամանակ եթե սերունդ փոխվում է, ստեղծվում է նոր կարատեսակներ, նոր մշակույթ, համադրություններ, այսօր մենք ասեղնագործությունը տարբեր դպրոցները իրար հետ համադրելով մենք նոր ասեղնագործության տեսակներ ենք ստեղծում, այնպես որ շատ լավ կլինի, որ այսօր էլ ոչ թե մտածեն տատիկները, որ մենք չենք կարող, ի վիճակի չենք, չէ, իրենք կարող են եւ պետք է անեն եւ պետք է ցույց տանք, որ դա մեր ժառանգությունն է, ոչ ոք իրավունք չունի մեր ժառանգությունը սեփականացնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ով անցնում է այն թափը որպես թուրքական ասեղնագործություն, բայց ստեղծել են հայ ազգը։ Դա անհետևողական աշխատանքի շնորհիվ է։ Մենք այսօր մի բավականին շատ այն թափի աշխատանքներ ունենք, որը ստեղծվել է 1990-ականներից ու բավականին շատ մի հսկա ցուցադրության մենք նմուշներ ունենք այն թափի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մասին գրված է ամսագրում, որ մենք այն թափի աշխատանք ենք անում 2021 թվականին, դա մի քիչ բան չէ, երբ որ դու ձեզ ներկայացնում են ու հետո որպես ժառանգորդ ճանաչում են Թուրքիան, բայց չպետք է հուսախաբ լինել, մենք դա շարունակելու ենք աշխատել, ընդհակառակը մենք այն թափը պետք է տեսել եմ իրենց կատարած աշխատանք, երբ որ համեմատում եմ մեր ժամանակի տատիկների արած գործերը, նախնիների գործերը եւ այսօրվա թուրքականի գործը, որը ճանաչվեցի որպես իրենց մշակույթ, բավականին մեծ տարբերություններ կան,
Մենք պետք է աշխատենք դրա վրա, շատ երկար աշխատենք ու նորովի մատուցենք այն թափի ասեղնագործությունը եւ հանրարչակենք ոչ միայն Հայաստանում, այլ դրսում, արտերկրում, ոչ մի անգամ որպես այդպիսին մեր աշխատանքները պետությունը դրսում չի ցուցադրել։ Մեր անհատական ցուցահանդեսը որ արվի, այն ժամանակ իրենք հասկանան այն թափի ասեղնագործության տարբերությունները։ Մենք 90-ից ավելի այն թափի տեխնիկաներ ունենք։ Դե պատկերացրեք այդ ամբողջը, այդ մի փունջը ներկայացվի, արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքը հասկանա, որ սխալվել է։ Դե միայնակ դուք դա անել չեք կարող, պետական մոտեցում պետք է լինի։ Պետական մոտեցում պետք է լինի։ Երբ 2002 թվականին մեր կենտրոնը հիմնադրեցինք, ձեռարվեստի կենտրոն, նպատակը դա էր, որ մեր մշակույթը լիարժեք զարգացնենք եւ փոխանցենք սերունդներին, ու դա շարունակական լինի, բայց ցավոք 8-9 տարի տևեց մեր կենտրոնի գործունեությունը, դե 2009-ին նախարարությունը արդեն 2010-ին մի տարել մեր տանը 120 աշակերտ պարապեցինք, բայց արդեն մենք ի վիճակի չէինք այդ ամենը կատարել, բարեգործական հիմքի վրա էր։ Միայն 2008 թվականին 6 ամիս նախարարությունը ֆինանսավորեց մեր կենտրոնը, որը շարունակական պետք է լիներ, այդպես չհասկացանք, որտեղ մենք շատ մեծ արդյունքներ տվել էինք։ Հեռուստաընկերության մեր բոլոր ամեն տարի մենք 2-3 անգամ ցուցահանդեսներ էինք անում։ Դա երևի ցավալի էր, բայց դե այդպես էր։ Ինչ է հարկավոր ասեղնագործելու համար։ Դե ցանկությունը ասացինք, նյութեր ասեք, դե տեսողություն, երևի մանր մոտորիկան եք օգտագործում, ճաշակ, ինչ է հարկավոր։ Լայն իմաստով, նյութերի իմաստով, ցանկությունից բացի։ Օղակ, մուլենի թելեր, ասեղների տեսակներ, փոքրիկ մկրատ, կտոր կարավուշյա կտոր լինի, բամբակյա կտոր լինի, սկզբնական շրջանում սովորելու համար, ընդամենը այդքան բան։ Իսկ հմտությունների տեսակետից լավ տեսողությունն է կարևոր։ Բնականաբար տեսողությունը շատ կարևոր է, երբեմնի մեր տեսողության վրա էլ է ազդում, բայց մենք հետևողական ենք, բուժումներ անդադ կատարում ենք, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք։ Եթե այդպես նայենք տեսողության տեսանկյունից, ուրեմն ոչ մի բանով պետք չզբաղենք, որտեղ անհանգ ստանանք աչքերի համար։ Դե հեռախոսներից տեսողության ավելի մեծ վնաս կա, եթե ենթադրենք, որ երեխաները ավելի հակված են հեռախոսով խաղերին։ Այո, դրա համար պետք չի անհանգ ստանալ։ Ցանկացած բնագավառում այդ խնդիրը կառաջանա։ Այդ նյութերը դա են, ու շատ լավ տիրապետող մասնագետ, որ ինքը ճշգրիտ ձևով հրամցնի գիտելիքը, այո, իհարկե։ Ցավում եմ տարիների վեր չէր հասնի այնթապես մակարդակի, որ մենք հասնեինք տխուր վիճակի վրա, եթե լավ մասնագետներ լինեին ու մեր մշակութային օջախներում վերանայեն այն մասնագետները, որոնք դասավանդում են։ Վերջ տանք այն ծանոթ բարեկամ գաղափարին։ Դե դա համընդհանուր խնդրեմ է, ցավոք։ Հա, դե դրա համար էլ այսօր մենք դրա առաջև ենք կանգնել։ Դա է, որ լավ մասնագետներ, օրինակ ժողովրդական վարպետներին ոչ ոք գործ չի տալիս։ Կարող ենք արձանագրել, որ այսօր փաստացի դուք գործ չունեք։ Այնքանով գործ ունենք պետք հատուկ, օրինակ մենք Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ պալատ դիմել ենք աշխատանքի մի քանի տարի առաջ։ Ասում են մասնագետ ունեն, բայց մասնագետների արդյունքը երբ է, պետք է ստեղծի մի կառույց, որոնք հետևողական այդ ամբողջ մշակութային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, գեղարվեստի կենտրոնները, հազար ու մի բաներ կան, բացված պետության կողմից ֆինանսավորվող։ Թող մի հատ վերանայեն այդ մասնագետները ինչ գիտելիքներ ունեն։ Իհարկե, իրանք ինչ գիտելիքներ ունեն, ինչ են փոխանցել։ Երբևիցե մենք լսել ենք, որ ինչ-որ մի կենտրոնին ներկայացրել են, որ իրանք շատ լավ արդյունք ունեն։ Ես չեմ տեսել, բայց մենք չանեն անելու համար, էլի զուտ այլ։ Մենք միշտ դեմ ենք եղել ու մեր առաջին նշանաբանն է որակով աշխատանք։
Այսինքն դու քո գիտելիք այնքանով ճշգրիտ փոխանցես սերունդներին, որ սերնդե սերունդ հանգիստ փոխանցվի, մենք էլ հանգիստ լինենք մեր մշակույթը չկորցնելու հարցում։ Հրաշալի մի բան է, ես հիշում եմ ամիսներ առաջ Դիլիջանում 98-ամյա Տիկին Ծովիկը ուսուցչուհի էր եւ ասեղնագործում էր։ Այս իմ հարցի պատասխանը առանց ակնոցի ընդ որում եւ շատ գեղեցիկ հետաքրքիր մի բան է, նաև տարեցներին ինչի է խորհուրդ տրվում, որովհետև մանր մոտորիկան է զարգանում ուղիղ աշխատանքի վրա է, նաև դրական ազդեցությունն են, հետո գույները, ծաղիկները, այդ ամենը ոնց որ ավելին է, քան նկարչությունը, սա էլ է որ Պիկենանետ մի հետաքրքիր բան ձեռագործ աշխատանքը հիմա աշխարհում handmade ասված է, պատրաստված է ձեռքով, գնալով ավելի արժեքավոր է դառնում։ Արդյոք այս տեսակետից դուք վերջին թեկուզ 5-10 տարին զգում եք, որ մարդիկ ավելի են հետաքրքրված, երեխաներն ավելի շատ են բերում կամ միջին տարիք ավելի է գալիս սովորելու, ստեղծելու։ Բնականաբար վերջի տարիներին ավելի ձգտումները շատ են դեպի ասեղնագործությունը։ Ոչ միայն ասեղնագործությունը, շուղնա, հելունա, գոբելենը, կարպետը, գորգը, վերջի տարիներին աշխուժությունը կա։ Արտասահմանում բնականաբար միշտ եղել է առաջին տեղում։ Այսօր մենք եղել աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ, որ տարել ենք խանութում դնել վաճառելու, մեքենայի գործը, մեքենայով գործածը ավելի թանկ են վերցնում, քան որ դու օրերով աշխատում ես մի աշխատանքի վրա, ձեռագործը ավելի էժան են վերցնում։ Ասում են, գիտեք, նա իր գինը ունի։ Ասում են, ոնց։ Ինքը մեքենայով է գործել, մեքենայով կարող եք շատ գործել։ Իսում է ձեզ լավ մարքեթինգային թիմ է պետք, որպեսզի այս աշխատանքը, գիտելիքները, փորձառությունը, այսպես ասենք, լավ վաճառի, լավ ներկայացնի։ Ես ասեմ, ստեղծագործող մարդը ինքը չի կարա մարքեթինգով զբաղվի։ Ինքը պետք է իր գործը անի, պետք է ստեղծագործի, մարքեթինգը, այստեղ մեզ մոտ պետք է պետությունը, պետական հոգացությունը պետք է լինի, մրցույթ անի, լավագույններին դրսում մշտական ներկայացնի, եթե դրսում ներկայացնի մշտական լավագույն մասնագետներին պատվերներ էլ կունենան, դպրոցը նորից մենք կվերաբացենք, պրոֆեսիոնալ, արդեն գիտական հենքի վրա, քանի որ մատենադարանում մեր ուսումնասիրած սիրությունները ցույց են տալիս, որ մենք զոր մշակույթ ունենք Արևելյան Հայաստանի։ Կնազոլան ասես դեռ ինչքան կան ձեռագործներ, որ կորում են, դա պիտի գերվի գրքերից, հա, մագաղատներից, համբի դուսբերի մագաղատներից, որտեղ միայն ձեռագրի կազմաստարներում կան այդ արժեքավոր աշխատանքները ու բավականին բարդ է ոսկյաթելերով 13-րդ դարից սկսած մինչև 16-17-18-րդ դարերը մենք այդ ամենը միայն մենք չենք կարողանա, դա թիմ է պետք, սաներ են պետք, դպրոց է պետք, որ դու կարողանաս այդ ամեն ինչը այդ դպրոցը փոխանցես։ Շատ լավ կլիներ, եթե Երևանում լիներ ձեռարվեստի կենտրոնը շատ մեծ, որը կաշվի վրա ենք մենք ասեղնագործում տարբեր նյութերով։ Հայտարվեստը կան, հենց համադրություններով այդ ամեն ինչը այդ կենտրոնը լինի, ու այդ կենտրոնում լիարժեք սովորեն երեխաներ ու տարածվեն Հայաստանի բոլոր մեր ծրագիրը դա էր, որ ամեն սենյակ ունենար իրեն մշակույթային այն թափով ամբողջը ձևավորված, վանը, բոլոր դպրոցները ձևավորված լինեին այդ նույն մշակույթով, բոլոր, որ երեխաները գային իրենց աչքը տեսներ, երբ որ երեխան աչքը տեսնում է, ճիշտ կլինի, որ հենց սկզբից դպրոցական թեկուզ առաջի դասան մենք աշակերտներ ունեցել ենք 7.5 տարեկանից 6.5 տարեկանից ամենափոքրը ամենամեծը մենք ունեցել ենք 85 տարեկան Սպահանում, որը եկավ Տիկին Ժերմենը, ասեց ես ժանյակ ժամանակին գործել եմ, բայց ես կուզեի, որ մի փոքրիկ վերհիշեի, մոռացել եմ իմ աշխատանքը, ցույց տայիք, որ ես իմ թորնիկներիս համար գոնե թաշկինա գործեմ, որ հիշատակ մնա, իմ ձեռքով գործեմ հիշատակ մնա թորնիկներիս։ Ու ես շատ ուրախացա, գիտեք, ես շատ հպարտանում եմ, եթե այսօր տատիկները գան եւ ասեն, մենք ուզում ենք սովորենք, բայց այսօր տատիկները գիտեք խի չեն գա, որտեվ այդ իրենց մի թոշակը
հազիվ կարողանան իրենց ապրուստի միջոցը։ Դա էլի ասում եմ, պետական լուրջ ծրագիր է պետք, որ կարողանան մեզ լսողներից շատ, մեզ լսող մարդկանցից շատերը կուզենան կհետաքրքրվեն, կդիմեն, կարող են ի միջոցով նաև ձեզ հետ կապվել։ Տիկին Անժելա, ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ կիրառական նմուշներ եք ստեղծում, ասեղնագործում, սեղանի սփռոցներ, գուցե թաշկինակ, ինչ էր։ Մեր բազմաժանր իհարկե սեղանի սփռոցներ տարբեր դպրոցների ստեղծված զգեստներ մեր հակուկապը բնականաբար հարցնելու էի, որ երկուսդ էլ փաստորեն հակել եք հիմա, կրում եք ձեր ստեղծած հագուստը։ Այո, սա իմը պատրաստված է շուղով, հյուսված է անայտինը հելունով։ Հրաշք։ Քանի որ մենք խորացել ենք ամբողջ ձեռագործ արվեստների մեջ, ամեն ինչը տիրապետում ենք։ Ուրեմն հագուստները, պայուսակներ, ակնոցի տուփեր, Ցանկացած բան։ ասկին կիրառական ինչ հնարավոր է, ամեն ինչ մենք կարող ենք անել։ Այսինքն մենք կարող ենք անել եւ փոխանցել Եվ սովորացնել։ Եվ սովորացնել, միայն մերը չի։ Մենք այդ գիտելիքը վերցրել ենք հատուկ, որ նաեւ մեր սերունդներին փոխանցենք։ Նպատակը դա է։ ինչքան մենք շատ ենք տալիս, այնքան շատ ենք վերցնում։ Կա այդպիսի բան։ Իսկ ինչ առանձնահատկություններ ունեն ավագ սերնդի ձեր ուսանողները, աշակերտները, մեծերի հետ աշխատանքը ինչ առանձնահատկություն ունի։ Մեծերի հետ պահալինում մի քիչ ավելի բավականին բարդ է, որովհետև իրենք մի բան, որ սկսում են գործել, չէ, մեկ ուրիշ աշխատանք որ տեսնում են, ասում են սա էլ ենք ուզում սովորել, համբերություն չունեն։ Ուզում են ամեն ինչը միանգամից սովորել, բայց ժամանակ չունեն, բայց չէ, պետք է ժամանակ ունենան ու նստեն աշխատեն։ Եթե իրենք միանգամից մի բանը սովորում են, հետո միանգամից ասում են հաջորդը, դա արդեն իրենց մոտ հենք չի մնում։ Իրենք որոշ ժամանակ հետո կմոռանան եւ չեն կարողանա գործել։ Դրա համար կապ չունի, փոքր լինի թե մեծ, պետք է համբերատար աշխատեն ու որակավոր մի շատ դեպքերում եղել է որ որակավորման վրա ենք աշխատել մարդը հիասթափվել ասլա ես այսքան եմ կարողանում անել ասի դուք ուրեմն եթե այդքան եք կարողանում անել առաջ չեք գնա պետք է աշխատի պրոֆեսիոնալիզմի հասնենք մեր այսօրվա թանգարանի նմուշները ինչ է դա ցույց է տալիս որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունքն է Երբ որ սերնդեսերունդ փոխանցվել է, որակավորվել է անընդհատ որակավորվել է աշխատանքները, յուրեղացել լավագույնն է։ Հա, լավագույնը ներկայացվել է։ Գրանդ եւ վերջին հարցը դուք ձեր գիտելիքները չեք կիսում, այսինքն ձեր ամբողջ կյանքն եք նվիրել այս աշխատանքին երկու քույրերով եւ եթե ձեր զավակներին կփոխանցեիք 1-2-ին, ապա դուք ոնց որ բոլորի զավակներին եք փոխանցում, ստացվում է բոլորն են մեր երեխաներն են։ Այո, չելին ու ուրիշ երեխաներ, դուք փոխանցում եք միաժամանակ բոլոր երեխաներին, բոլոր նրանց, որ ցանկություն ունենք սա այլ արձանագրենք, որ հետաքրքիր է, որ դուք մի ամբողջ կյանք ստացվում է, քանի տարեկանից եք ասեղնագործում։ Եթե մանկությունը հաշվենք մանկությունից 5-6 Այո, 6 տարի։ Երբ որ իմ մողորմած տատիկները կային, իրենց գիտելիքները, մայրիկիս գորգագործություն, կարպետագործություն, դրանից հետո արդեն մենք ինքներս մեր վրա աշխատեցինք, անցանք թանգարանների ուսումնասիրության, մեր ամբողջ ազգային նյութերը, այդ գեղեցիկ աշխարհը կախարդի չէր ու մեզ ներքաշեց այդ ամբողջ գեղեցիկ աշխարհի մեջ ու այդ մենք սուզվեցինք ու մնացինք, այո, բայց այդ գեղեցկությունը չուզեցինք որ սեփականացնենք նեղ միջավայր, ուզեցինք նաև այդ գիտելիքները ամբողջ կյանքը ծառայեցրել եք փոխանցելու, որտեղ դա մենք պարտավոր ենք եւ նոր սերունդն էլ է պարտավոր ինքը գիտելիքա հեն լինի եւ փոխանցի հաջորդ սերունդներին։ Մենք այդ մեր ազգային, այո, չեմ համբերում երբեմն թոշակի անցնելու սկսեմ սովորել, որովհետև իսկականից գայթակղիչ աշխատանք է, հետաքրքիր ժամանակ, ուղղակի ժամանակ է պահանջում եւ ինչով է սա նաեւ կարեւոր ավակ սերնդի համար, որովհետև իրենք ժամանակ ունեն։ 65-ից հետո մարդը եթե աշխատանքի մեջ չի կան, շատ ժամանակ ունի այս գեղեցիկով զբաղվելու, ել չասենք ինչ ազդեցություն ունի դրական ուղեղի աշխատանքի վրա։ Ու ընտանիքի համար։ Մի պահ հիշեցի մեր ցուցադրության ժամանակ տնտեսագետ տիկինը որ անցել էր թոշակի մեր ցուցահանդեսը նայելուց հետո ասեց ես ինչպես
անտեսել էի այս ամբողջ գեղեցիկ աշխարհը, մտել էի այդ ամբողջ թվաբանության մեջ։ Ու շատ ընկճված էր, ասենք մի նեղվեք, ինքը մի քիչ գործել էր, բայց քանի որ այդ գույնային ներդաշնակությունը դեռ ամբողջովին չէր տիրապետում, նեղ սրտվում էր գույների ոչ ճիշտ համադրությունը։ Դա պետք է երկրորդ շնչառությունը վերցնես, սկսել Իհարկե։ ասանագործել։ Շնորհակալ եմ, որ եկաք, որ այս հաջողության պատմությունը ու նաև որ միաձուլված եք ձեր կյանքի եւ գործի հետ ներկայացրեցիք։ Շնորհակալ եմ։ Մենք էլ շատ Մենք էլ շնորհակալ շատ ենք շնորհակալ։ ձեզանից։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։